Ողջույն բոլորին։ Կենդանակերպի 4 նշանների համար մայիսի սկիզբը պարզապես կախարդական կլինի։ Ստուգեք, արդյոք դուք այս ցանկի մեջ եք, թե ոչ։ Մայիսի սկիզբը իսկապես կախարդական փոփոխություններ կբերի կենդանակերպի որոշ նշանների կյանքում։ Սա կլինի այն ժամանակը, երբ ցանկությունները կսկսեն իրականանալ, հանգամանքները կզարգանան բարենպաստ կերպով և տրամադրությունը կլցվի թեթևությամբ և լավագույնի հանդեպ հավատով։ Ցուլ, մայիսի սկիզբը ձեզ համար կդառնա ներքինի և արտաքնի միջև ներդաշնակության կետ։ Մոլորակների էներգիան կաշխատի ձեր կողմում, պարգևելով ձեզ հանգստության և վստահության զգացում։ Գուցե ականատես լինեք հաճելի հանդիպումների, ճակատագրի անսպասելի նվերների կամ անձնական նախագծերում առաջընթացի։ Ամեն ինչ կստացվի բնականաբար, կարծես ինքն իրենից անկախ։ Հատկապես բարենպաստ է նախաձեռնություն ցուցաբերել սիրո կամ բիզնեսի մեջ։ Դուք կհայտնվեք ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին։ Մի վախեցեք մեծ երազանքներ ունենալուց։ Այս մայիսը կփոխադարձի ձեր երազանքները։ Խեցգետին, ձեզ համար մայիսի սկիզբը հուզական վերելքի, ոգեշնչման և ջերմության ժամանակ է։ Ձեզ կարող է հաճելիորեն զարմացնել ձեզ մտերիմ մեկը կամ կարող է հայտնվել մի մարդ, որի հետ հեշտ և խորը հարաբերություններ կսկսվեն։ Հարմարավետությունը, աջակցությունը և փոքրիկ բաների ուրախությունը կլրացնեն ձեր օրերը։ Դրական փոփոխություններ հնարավոր են նաև տանը և ընտանիքում։ Ամեն ինչ, որ դուք սկսում եք այս ժամանակահատվածում բարի սրտով, հատկապես լավ կզարգանա։ Սա այն ժամանակն է, երբ կյանքը կարծես կրկին գրկում է քեզ։ Կշեռք, մայիսը սկսում է նոր հեռանկարներ բացել ձեզ համար, հատկապես ակտիվ կլինի հաղորդակցության, ստեղծագործականության և հրապարակային ելույթների ոլորտը։ Հնարավոր է առաջարկ, որը կբացի երկար սպասված դռներ կամ գաղափար, որը ձեզ այնքան կոգեշնչի, որ դուք կցանկանաք անմիջապես գործել։ Ձեր խարիզման հատկապես գրավիչ կլինի այս ժամանակահատվածում։ Օգտվեք դրանից։ Ամսվա սկիզբը կարծես ձեզ մղում է ընդլայնել ձեր հորիզոնները և ներքուստ թարմանալ։ Ամեն ինչ լավանում է, պարզապես մի բաց թողեք ազդանշանները։ Ջրհոս, դուք կզգաք, կարծես երկար քնից դուրս եք գալիս։ Ոգեշնչումը, էներգիան և պարզությունը վերադառնում են։ Մայիսի սկզբին կարող եք ականատես լինել մի իրադարձության, որը կբացի նոր ուղղություն, լինի դա հանդիպում, գաղափար, թե հանկարծակի ներշնչանք, ստեղծագործական ծրագրեր, անսովոր նախագծեր, ճանապարհորդություն կամ դեկորացիայի փոփոխություն։ Այս ամենը հատկապես լավ կընթանա։ Պահի կախարդանքն այն է, որ ամեն ինչ ժամանակին է գալիս, նույնիսկ եթե նախկինում թվում էր, թե ճանապարհը կորած է։ Թույլ տվեք ինքներդ ձեզ հավատալ հրաշքներին և դրանք կսկսեն տեղի ունենալ։ Դե ինչ, եկեք շնորհակալություն հայտնենք աստղերին հետաքրքիր կանխատեսման համար, իսկ ձեզ հաջողություն մայիս ամսվա ընթացքում։ Շարժվելով առաջ, ձեր ուշադրությանը կներկայացնենք կենդանակերպի 5 նշանների, որոնց խոսքերը միշտ իրականանում են։ Երբևէ հանդիպել եք մեկին, ում խոսքերը կարծես թե ձևավորում են իրականություն։ Այն մարդիկ, ովքեր ասում են կտեսնես, դա կլինի և հետո ինչպես կախարդանք դա տեղի է ունենում։ Նրանք ասես իրադարձությունները կանխատեսելու կամ նույնիսկ երևակայելու թաքնված ունակություն ունեն։ Աստղաբանությունը ասում է, որ կենդանակերպի որոշ նշաններ ավելի հավանական է, որ այս շնորհը ունենան։ Անկախ նրանից, թե դա նրանց բուռն ինտուիցիան է, թաքնված օրինաչափությունները նկատելու կարողությունը կամ բացահայտ նպատակասլացությունը, այս 5 նշաններն ունեն իրենց խոսքերը գործի դնելու արտասովոր ունակություն։ Նրանք կարող են ոգեշնչել, զգուշացնել կամ նույնիսկ ձևավորել ապագա։ Եկեք ծանոթանանք այս բառերի կախարդների բնավորության զարմանալի գծերին։ Կարիճներ։ Կարիճներին հաճախ սխալ են հասկանում, բայց մի բան հաստատ է՝ նրանց ինտուիցիան ածելիի պես սուր է։ Այս մարդիկ ուշադրության վարպետներ են, որոնք կարող են զարմանալի պարզությամբ տեսնել մարդկանց և իրավիճակները։ Նրանք կարող են պատահաբար մեկնաբանել։ Ես այնպիսի զգացում ունեմ, որ դա տեղի է ունենալու։ Հետևանքները կանխատեսելու նրանց կարողությունը բխում է մարդկային էության խոր ըմբռնումից։ Կարիճները բնական դետեկտիվներ են, որոնք միասին հավաքում են նուրբ նշանները, որոնք ուրիշները բաց են թողնում։ Այս հմտության շնորհիվ նրանք գրեթե մարգարեներ են թվում։ Բայց զգույշ եղեք, նրանց ազնվությունը կարող է վնասել։ Զարմանալի չէ, որ կարիճներին հաճախ նկարագրում են որպես ուժեղ և խորհրդավոր։ Նրանց խոսքերին չի կարելի անլուրջ վերաբերվել, թերևս դա է պատճառը, որ շատ մարդիկ նրանց հանդեպ ակնածանքի և վախի խառնուրդ են զգում։ Աղեղնավոր։ Աղեղնավորը արկածախնդիր է, բայց թույլ մի տվեք, որ նրանց ազատամիտ
անվիտեությունը ձեզ հիմարացնի։ Նրանք աներևակայորեն կապված են իրականության հետ։ Աղեղնավորները լավատեսության եւ գործնականության յուրահատուկ համադրություն ունեն։ Երբ ասում են, որ ինչ-որ բան տեղի կունենա, դա հազվադեպ է հիմնված ֆանտազիայի վրա, ընդհակառակը դա հաստատվում է փաստերով, տրամաբանությամբ եւ փորձով։ Աղեղնավորները մյուսներից տարբերվում են գործերը վերջին հասցնելու կարողությամբ։ Եթե բան են խոստացել, վստահ եղեք, որ կկատարեն այն։ Հենց այս հուսալիության պատճառով է, որ նրանց խոսքերը հաճախ կշիռ են ունենում։ Աղեղնավորները նաև միտումների եւ օրինաչափությունների խորը զգացողություն ունեն, ինչը նրանց օգնում է կանխատեսել արդյունքներ, որոնք ուրիշները կարող են չնկատել։ Զարմանալի չէ, որ նրանց վստահությունն իրենց կանխատեսումների նկատմամբ հաճախ հանգեցնում է նրան, որ նրանք ճիշտ են դուրս գալիս։ Կույսերը բացարձակ ռեալիստներ են, հայտնի լինելով իրենց բծախնդրությամբ, նրանք չմտածված հայտարարություններ չեն անում։ Եթե կույսը ինչ-որ բան է ասում, կարող եք վստահ լինել, որ դա հիմնավորվում է ուշադիր դիտարկմամբ եւ վերլուծությամբ։ Նրանք տեսնում են մանրամասներ, որոնք ուրիշները բաց են թողնում, ինչը թույլ է տալիս նրանց կանխատեսել արդյունքները զարմանալի ճշգրտությամբ։ Կույսերը գրեթե արտասովոր կարողություն ունեն զգալու, երբ ինչ-որ բան այն չէ։ Նրանց նուրբ բնածները հաճախ զգուշացնում են նրանց վտանգի կամ խնդիրների մասին, նախքան դրանք առաջանալը։ Սա ստիպում է նրանց կանխատեսումներին մարգարեական թվալ, թեև իրականում դա տրամաբանության եւ ինտուիցիայի համադրություն է։ Կույսի խոսքերը հազվադեպ են անլուրջ, նրանք չեն խոսում, քանի դեռ համոզված չեն, թե ինչ են ասում։ Այսպիսով, երբ նրանք խորհուրդներ են տալիս կամ կիսվում իրենց մտքերով, ուշադիր լսեք։ Այդ ամենը կարող է ձեզ շատ պետք գալ։ Ձկները կարող են հանգիստ եւ զուսպ թվալ, բայց թույլ մի տվեք, որ նրանց նուրբ պահվածքը ձեզ մոլորեցնի։ Նրանք ապագան գուշակելու անսովոր ունակություն ունեն։ Այս երասկոտ ջրային նշանը սերտորեն կապված է ինտուիցիայի եւ զգացմունքների հետ, որոնք հաճախ տանում են նրանց ապշեցուցիչ ճշգրիտ եզրակացությունների։ Երբեմն նրանց կանխատեսումները գալիս են պատահական մեկնաբանությունների տեսքով, իսկ երբեմն էլ վառ երազների միջոցով, որոնք կարծես հաղորդագրություններ են այլ աշխարհից։ Ձկները հայտնի են իրենց խորը երևակայությամբ եւ զգայունությամբ, ինչը թույլ է տալիս որսալ իրենց շրջապատող նուրբ էներգիաները։ Այդ եղջյուր, ունենալով մեծ կարգապահություն եւ գործնական միտք, այդ եղջյուրները ոչ միայն կանխատեսում են ապագան, այլև ձևավորում են այն։ Երբ այդ եղջյուրն ասում է, որ ինչ-որ բան տեղի կունենա, դա սովորաբար նշանակում է, որ նա արդեն գծել է այն քայլերը, որոնք կհանգեցնեն դրան։ Այս երկրային նշանը հայտնի է իր ուժեղ ինտուիցիայով եւ ռազմավարական մտածողությամբ։ Այդ եղջյուրները կերպարների եւ իրավիճակների հիանալի դատողներ են, հաճախ հստակ գիտեն, թե ինչ եւ երբ սպասել։ Պատահական չէ, որ նրանց խոսքերը հաճախ կրում են մարգարեության ծանրություն, նրանք մեծ ջանքեր են գործադրում համոզվելու համար, որ ճիշտ են։ Դե ինչ այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին առաջիկայում սպասվող ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։